Կամ մի ուրիշ բան ասեմ, էլի այդ պատերազմ։ Հիմա այս մի հատ ինֆորմացիա է, շահաճած բոլորն արդեն գիտեն։ Մայիսի 28-ին պատասխանում են մեծ շքերթ անել, ռազմական շքերթ։ Մեծ։ Դրա նախապատասխանությունն է հիմա գնում ընտրությունների քաղաքաշարի հետ այլի կապված։ Որ ասեն, ահա, նայեք, ինչ զենքեր, բան շուտ զենքեր ցույց տան, բան։ Հա, ու հիմա ասենք շքերթ, որ երկերներն են անում կարպիս, հաղթական։ Ինչն են հաղթել, որտեղ այդ շքերթը ինչի մասին է։ Ես գիտեք ինչ եմ ուզում հիշել։ Սա հիշում եմ միտքս ուզում եմ ապա շարունակել։ Երբ որ եղավ ապրիլյան պատերազմը, դրանից հետո պլանավորվում էր ռազմական շքերթ։ Եվ Հայաստանի այդ պսևդո առաջադեմ շրջանակները, հատկապես քաղաքասարակությունից, ասում էին պարտված բանակի շքերթը որը սա, իբրև թե ապրիլյան պատերազմում դե տարածք էին կորցրել, այդ 400 հեկտարը սարքել էին դրոշակ։ Բա հիմա Դե մի տենան ռազմաքաղաքական կապիտուլյացիայից հետո էլ ինչ շքերթ։ Բայց գալով Ադրբեջանի թեմային, ժողովուրդ, Ալիևը Ալեքսանդր Մակեդոնացին չի։ Հա, էլի շիները գեսիմում ասում։ Նապոլեոնը չի, Ադրբեջանը բարդ դրության մեջ է։ Ալիևի ընտանիքի հետ կապված ադրբեջանցի հետաքննող լրագրողները, հատկապես Ադրբեջանից արտաքսված ամեն օր հետաքննություններ են բացահայտում։ Ալիևը այնքան կոմպլեքսավորված վիճակում է հիմա, որ Վաշինգտոնում իր ախրանիկները մարդկանց են ծեծում։ Եվ հասկացեք, Ալիևը Նապոլեոնը չի։ Ինչից եք վախում։ Այդ ինչ եղավ ձեզ, որ տենց վախում եք։ Եթե ինչի առաջ չեք վախում։ Կարծիքով ոչ թե ժողովուրդը տենց վախեցած, այլ իշխանությունն է տենց ներկայացնում կարպիս։